Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հերթական անգամ թիրախավորել են Ռուսաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքները, հարվածելով Լենինգրադի մարզում Վալդբերիզի խոշոր պահեստներին։ Հարվածների թիրախում են հայտնվել Սանկտ Պետերբուրգի Շուշարի, Ուտկինազավոդ եւ Նովոսարատովսկա բնակավայրերում տեղադրված պահեստային համալիրները։ Ըստ նախնական տեղեկությունների Շուշարի եւ Ուտկինազավոդի պահեստների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Լենինգրադի մարզպետի խոսքով 3 մարդ է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Վերջին ամիսներին Ուկրաինան զգալիորեն ընդլայնել է հեռահար անօդաչու թռչող սարքերի կիրառումը, թիրախավորելով Ռուսաստանի ռազմական եւ լոգիստիկ ենթակառուցվածքները, այդ թվում պահեստներ, ռազմաարդյունաբերական օբյեկտներ եւ վառելիքային համալիրներ։ Սրան զուգահեռ դիվանագիտական ճակատում Եվրամիությունը շարունակում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Ռուսաստանի դեմ Եվրամիության ընդունած պատժամիջոցների 21-րդ փաթեթը, այն գնահատելով որպես կարևոր քայլ Մոսկվայի ռազմական կարողությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ Եվրամիությանը եւ բոլոր եվրոպական առաջնորդներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունելու համար։ Կարևոր է, որ Ռուսաստանի վրա ճնշումը շարունակվի այն պատերազմի համար, որը նա սկսել է եւ հրաժարվում է դադարեցնել։ Այս փաթեթը ներառում է Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու ուժեղ քայլեր։ Մենք նաեւ հույս ունենք, որ 22-րդ փաթեթի վրա աշխատանքները կընթանան ակտիվորեն։ Մոսկվան իր հերթին հայտարարում է, որ շարունակում է բաց մնալ բանակցությունների համար, սակայն պատասխանատվությունը խաղաղ գործընթացի դանդաղման համար դնում է Արևմուտքի վրա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով շփումները շարունակվում են, սակայն այս փուլում որևէ նոր առաջընթաց ակնկալել պետք չէ։ Ես տվյալ իրավիճակում չափազանց լավատեսություն չէի դրսևորի։ Շփումներն իսկապես իրականացվում են։ Դրանք միշտ դրական են, սակայն որևէ նոր դինամիկայի կամ նոր արագացման մասին այժմ խոսք լինել չի կարող։ Ռուսաստանում արձանագրվել է նաև ռազմական ավիացիայի հետ կապված միջադեպ։ Մերձ Մոսկվայի Սվենիգորոդի շրջանում մարզական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել ռուսական Սու-57 կործանիչը։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով ինքնաթիռը կործանվել է Շիխովո միկրոշրջանի եւ Լուցինո գյուղի միջև ընկած տարածքում։ Նախնական տվյալներով օդաչուն հասցրել է ինքնանետվել եւ ողջ է մնացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակել, սակայն հայտնել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության շրջանների Ազովի եւ Սև ծովերի վրա խոցվել է 571 ուկրաինական ԱԹՍ։ Այսպիսով ռազմական գործողություններին զուգահեռ շարունակվում է նաև տնտեսական եւ քաղաքական դիմակայունությունը։ Մի կողմից Ուկրաինան ընդլայնում է հեռահար հարվածների աշխարհագրությունը, մյուս կողմից Արևմուտքը մեծացնում է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Մինչդեռ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն առայժմ չի տեսնում դրանց արագ առաջընթացի նախադրյալներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։